Ողջույն սիրելի հայրենակիցներ, խոսելու եմ Ստրասբուրգում ընդունված Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի մոնիտորինգի իբր առաջընթացի, ժողովրդավարության առաջընթացի վերաբերյալ ընդունված այս բանաձևի մասին, որ ամբողջ մամուլում հիմա քննարկման առարկա է դարձել, իշխանությունները գլուխ են գովում, որ այնտեղ նշված է, որ եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը բռնազավթելու ծրագրեր կան։ Տեղեկություններ ունի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, զեկուցող էլի, զեկուցողները գրել են նման բան, հա, եւ նաեւ կա Ադրբեջանի հատվածը, որ Ադրբեջանի մասով պահանջում են բոլոր ռազմագերիներին ազատ արձակել։ Շատ լավ։ Հիմա Հայաստանի մասին խոսենք։ Ադրբեջանը բնականաբար ժողովրդավարական երկիր չի եղել եւ չի լինելու, մի այլանդակ բռնապիտական երկիր է, բայց հիմա Հայաստանի մասին ենք ուզում խոսել։ Ուրեմն ես արձագանքեցի, որ ոնց եղավ, որ խորհրդարանական վեհաժողովում կան ընդդիմադիր падգամավորներ, օրինակ Արմեն Ռուստամյանը, Արմեն Գևորգյանը, Հայաստան խմբակցությունից եւ Հայկ Մամիջանյանը պատիվ ունեմ խմբակցությունից ներկայացված են, սակայն բանաձևում ոչ մի խոսք չկա քաղաքական հետապնդումների մասին։ Բանաձևում ոչ մի խոսք չկա, որ ինչ ռեպրեսիաներ են երկրում տեղի ունենում, դատարանների նկատմամբ ինչ բռնաճնշումներ են, քննչական մարմինները, գլխավոր դատախազությունը ինչպես է աշխատում, ինչպես է վարչապետի աշխատակազմը ֆինանսավորում, վարչապետի նախընտրական արշավը պետբյուջեի հաշվին, ոչ մի բան չկա, այսինքն ինչ է նշանակում։ Իմ ընկալումն է նա, որ օպոզիցիոն գործիչները, որոնք գնում են Ստրասբուրգ, գործ չեն անում։ Իրանց ընկալումն այն է, որ իրանք ասում են դե Եվրոպան Նիկոլի կողմից հայշանությանն է պաշտպանում։ Դե ինչ անենք, ինչ ասենք, մեկը իրանք իրանց ուզածն ասում, հիմա չհավատակ դրանց, էլի հայրենակիցներ, որովհետև ցանկացած եվրոպական գործչի առաջ դնում ես փաստերը, like Միքայել Սրբազանի գործը դնում ես, ինքը չի կարողանում բան ասել։ Չգիտի ինչ ասի, ասում սա խայտարակություն է։ Հասկանում եք, կա եվրոպական դատարանի, ասենք միջանկյալ որոշումներ, տարբեր քաղաքական գործերով։ Այսինքն ամեն օր Հայաստանում գոռար, որ բլոգերներին ազատազրկել են, հացադուլ կա, ծանր վիճակ է, ամեն օր գնալ դատարաններում նկարվել, Միքայել Սրբազանի ընդունանում հերթ կանգնել, բանը հերթ չեն տալիս իրար падգամավորները, ինչքան են այցելում Միքայել Սրբազանի մոտ։ Այսինքն տեսել են, որ լավ ռեյտինգ ունի, սաղորեն դեն։ Ապա պիտի գործ անեք, այս գործով ցույց տաք, որ նաև Եվրոպայի խորհուրդը, որը հսկում է մարդու իրավունքների, ժողովրդավարության, իրավունքի գերակայության հարցերին անդամ երկրներում, արձանագրում լինի, որ այս երկրում քաղաքաբանտարկյալներ կան, ընտրություններից առաջ անտերություն է տիրում։ Այս իմ քննադատությանն ի պատասխան արձագանքել է միայն պատիվ ունեմ խմբակցությունից Հայկ Մամիջանյանը, որը ինչ է ասում Հայկ Մամիջանյանը։ Մենք լսենք Հայկին։ Մարդը էլի արձագանքել է, լավ, անդրադառնա։ Սիրելի քաղաքացիներ, ԵԽԽՎ կողմից ընդունված երեկվա անընդունելի բանաձևի հետ կապված ուզեցա այս ձևաչափով մի քանի բարձրաբանումներ անել։ Իհարկե բանաձևը խայտարակություն է, այնտեղ տեղ են գտնում այնպիսի ձևակերպումներ եւ տեղ չեն գտնում այնպիսի փաստեր քաղաքապետարների եւ այլններով, որ դա պարզապես անհասկանալի է, բայց դա մեր ամենօրություն չի, դրա մասին մենք խոսել ենք, խոսում ենք եւ խոսելու ենք։ Խնդիրը կայանում է նրանում, որ այնտեղ առկա են 3 առնվազն 3 կետեր, որոնց մասին իշխանական քարոզչամեքենա չի խոսելու, ու կարծում եմ, որ կարևոր է որպեսզի դա դուք իմանաք։ Առաջին, զեկույցում հստակ նշվում է, որ այն ինչ տեղի ունենում հիմա պետության հարձակումն է եկեղեցու վրա։ Այնտեղ հստակ գրված է tensions between state and church, այսինքն Հայկ ջան, tensions between state and church դա չի նշանակում, որ հարձակում է եկեղեցու վրա։ Դա նշանակում է լարվածություն եկեղեցու կամ պետության եւ եկեղեցու միջև։ Գնանք առաջ, ես կոնկրետ Հայկը սխալ է այստեղ թարգմանում, բայց ոչինչ։ Գնանք առաջ, հետո կասեմ սա որտեղից է։ Եկեղեցին որ Փաշինյանը պատմում է, որ իբր եկեղեցու դեն չի եղել, հոդը սենսանդել նույնիսկ այս զեկույցի շրջանակներում։ Հստակ նշվում է, որ առկա է արժեքատում պետության եւ եկեղեցու միջև։ Երկրորդ կետը, որ զեկույցում նույնիսկ հաշվի առնելով Փաշինյանի նկատմամբ եվրոպացիների լոյալությունը եւ որևէ վատ բան չասելու, իրականությունը չարձանագրելու մոտեցումները հստակ նշվում է, որ ընտրությունների ժամանակ պիտի բացառվի պետական ռեսուրսի օգտագործումը, պետական ռեսուրսի սխալ օգտագործումը։ Նորից ասեմ, նույնիսկ Փաշինյանի նկատմամբ լոյալության պարագայում սա հստակ նշվում է զեկույցում։ Երրորդ կետը, որ առկա է զեկույցում, հստակ նշվում է, որ անհրաժեշտ է պաշտպանել ժողովրդավարական ինստիտուտները քաղաքական ազդեցությունից։ Պատկերացնում եք ինչ Արելի մակարդակի են այդ խախտումները, ինչքան անհնար է այն չնկատել կամ կոչել, որ անգամ հաշվի Ուրեմն Հայկը ինչ որ ասում է, դե ժողովուրդը բնականաբար սովորական մարդիկ չեն կարող իմանալ, հիմա սա որտեղ է գրած, որտեղից է Հայկը ասում։ Ուրեմն կա զեկույց, որ գրվում է զեկույց, եւ կա բանաձև։ Այն ինչ որ Հայկը ասում է, բանաձևի տեքստում գոյություն չունի։ Բանաձևի տեքստը տոտալ պրոիշխանական տեքստ է, եւ մեր ընդդիմադիր գործիչները կամ արել են չեն հասի արդյունքի, կամ ոչ մի բան չեն արել, որ այս արդյունքը չլինի։ Արմեն Ռուստամյանը, Արմեն Գևորգյանը, հələ Հայկ Մամիջանյանը գոնե արձագանքել է, ասում է սենց է եղել, ինչ որ բան ասում։
Արմեն Գևորգյանը ինչ բան է, ինչ որ զեկույցներ ունեն տեղական ժողովրդավարության մասին, ինչ որ ռապորտյորա այնտեղ բան, ասենք ինչով է զբաղված այդ մարդը, խիա գնացել, ինչ որ Թուրքիայում անիստերի մասնակցում, ինչ անում էլի, Արմեն Գևորգյանը կամ պարոն Ռուստամյանը, ասենք, ոնց կարա գնահատի այս իրավիճակը, ասենք, որ նման զեկույց ընդունում է։ Հիմա նայեք, զեկույցը հայերեն թարգմանած ասում թե զեկույցը չէ, արդեն բանաձև, այսինքն զեկույցում ինչ ասես կարա գրվի։ Բանաձևում ժողովուրդ ջան, անգամ զեկույցի գրված է ինչ որ հայք ասում է, դա էլ ոչ մի բան է, ինչ որ տեղի ունենում Հայաստանում։ Բայց ես ուզում եմ ձեզ համար ընթերցեմ բանաձևը, որտեղ հայկի ասածը տեղ չի գտել, չկա նման բան։ Պետք չի մարդկանց ասել մի բան, որը գոյություն չունի։ Հիմա Հայաստանի վերաբերյալ կարդում եմ ձեզ, ես կտեղադրեմ։ Վերաժողովն իր ափսոսանքն է հայտնում Հայաստանում բոլոր կողմերից արկա չափազանց մեծ բևեռացման եւ քաղաքական հակառակորդների թիախավորման ստիգմատիզացիայի կապակցությամբ։ Այն խորապես մտահոգված է վարչապետի եւ հայ եկեղեցու առաջնորդի միջև արկա լարվածությամբ, այսինքն սաղ լարվածությունը հայ եկեղեցու առաջնորդի ու վարչապետի միջև է։ 4 սրբազան բանտերում նստած են arczepiskopos։ Եկեղեցիները բռնազավթված են եկեղեցու սեփականության։ Չկա ոչ մի բան չկա։ Ինչ լարվածություն է, դա լարվածություն է եղել այնտեղ, գնացինք առաջ։ Այն խորապես մտահոգված է, այս ընթերցեցի։ Գնացինք առաջ։ Հետո ամենակարևորը, ժողովուրդ ջան, այս իշխանության թեզն է, որը մտել է զեկույցի մեջ։ Մի քանի հոգեվորականների կողմից իշխանությունը յուրացնելու վերաբերյալ դավադրության մասին զեկույցներով մտահոգված է։ Հասկանում եք։ Այսինքն մի քանի հոգեվորականներ, ես ուղղակի բան ապշած եմ։ Մի քանի հոգեվորականներ ուզում են իշխանությունը յուրացնեն։ Հասկանում եք, ես ինչ է ժողովուրդ։ Նման քրեական գործ Հայաստանում գոյություն չունի, չկա այդ ձևի գործ։ Կա մի հատ Բագրատ Սրբազանի գործը, որը Բագրատ Սրբազանի մասին է, այդ որ այդ գործը փլուզում է, որտեղ կեղծել են ձայնագրությունները, այդ կեղծ գործ, գոնե ընդդիմությունը չի կարողացել ասի, որ կեղծիքը պայթել է, կեղծիքը, գոնե Բագրատ Սրբազանի մասով, էլի սա որը Բագրատ Սրբազանի դատերին են ինտերվյուներ են տալի։ Մի գնացինք առաջ։ Բայց մի քանի հոգեվորականներ ուզում են յուրացնեն իշխանությունը եւ մտահոգված է Եվրոպայի խորհրդի խորհրդանական վերաժողովը։ Այս տեքստը նվեր է իշխանության համար եւ ընդդիմության այդ մասնակիցները, որ գնում են Ստրասբուրգ, որ հենց հիմա Ստրասբուրգում է, նրանց ֆիասկոն։ Եվ կարող էին աշխատել ու սա չլիներ։ Գնացինք առաջ։ Վերահաստատելով, որ 18 թվականից ի վեր անցկացված 3 հաջորդական ընտրությունները զերծ են եղել անօրինականություններից, վերաժողովը վերստին նշում է, որ հանրային ռեսուրսների չհաշարման եւ քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման վերաբերյալ կանոնակարգերի ներդրման անհրաժեշտություն։ Սա գիտեք ինչի մասին է։ Մերոնք գնացել են, այս իշխանությունը, էլի գնացի ասել է, որ կուսակցություններ են արգելելու ընտրություններին մասնակցեն, դա համար միացնես կետապետ։ Ես կետը մտցրել են այս զեկույցի մեջ, օպոզիցիան է դե չի հասկանում կամ հասկանում է չի կարողանում դեմն առնել։ Սա նրա մասին է, որ քաղաքական ուժերն լինելու որ չեն գրանցվելու ընտրություններին։ Ոչ թե իշխանությունը ուզուրպացնում է, ոչ թե իշխանությունը ինչ որ հանրային ռեսուրսներ, ոչ կուսակցությունների ֆինանսավորման մասին է։ Օպոզիցիոն ուժերին չեն գրանցելու։ Պարոն Մամիջանյան, գնացինք առաջ 26 թվականի հունիսին հանրապետական ընտրություններին ընդառաջ վերաժողովը կոչ է անում բարելավել հարաբերությունները քաղաքական մեծամասնության եւ ընդդիմության միջև երաշխավորելու համար, որ նախընտրական քարոզարշավը հիմնված լինի խնդիրների ու քաղաքականության վրա եւ զերծ լինի ընտրություններին մասնակիցների միջև անձնական հարձակումներից։ Ասենք լա բանտերին նայեք մեր կալանարված մարդկանց։ Էսա ժողովուրդ, էսա սրա մասին է։ Եվ վերաժողովն գիտություն է ընդունում, որ գործող վարչապետը մտադրություն ունի 26 թվականի հանրապետական ընտրություններից հետո սահմանադրական հանրակրվե կազմակերպել։ Էսա Ալիևի ուզած հանրակրվեի մասին է ասել։ Այսինքն մենք ունենք իրավիճակ, Ժորժան, հանկարծ մեկը չասելի, որ եվրոպացիները Փաշինյանն ինչ ուզում անի, ուզում ամեն օր մարդ ուտեն Հայաստանում, եվրոպացիները նրան են պաշտպանում, ոչ մի բան չեն անելու։ Դա ապուշություն է ժողովուրդ։ Պետք է ուղղակի աշխատել։ Ժամանակին էլ պատվիրակներ կային, որ ասում էին, «Էս ինչ զեկուցողը ադրբեջանամետ է, իր հետ ոնց ուզում աշխատենք, Ադրբեջանի մասին է սա զեկույցները կազմելու, ի օգուտ Ադրբեջան»։ Չկա նման բան, աշխատանք ենք տանում, Ադրբեջանի վերաբերյալ զեկույցները դուրս գալիս։ Աշխատանք չեն տանում ու լինում է էս է լինում։ Բայց էլի ասենք Հայկ Մամիջանյանը գոնե արձագանքեց, էլի ասենք, ասենք ինչ է կանում, էլի ասենք Ռոբերտ Քոչարյանը գոհա իր ֆրակցիայից։ Ում եք տարե պարլամենտ, ինչով է զբաղված Արմեն Գրիգորյանը։ Ասենք ինչ եք անում, ասենք, ինչ բան եք դուք։ Լավ Միքայել Սրբազանի մասին մի հատ բան չգրվի ստեղ գոնե։ Կամ Սամվել Կարապետյանի գործի վերաբերյալ ոչ մի բան չկա, եվրոպական դատանում այդքան դիմում կա ներկայացված։ Դժվար էր Եվրոդատանի դիմումների փաստերը դնել այդ մարդկանց դեմը։ Դժվար էր, ասենք, բանը բլոգերների кейսը դնել այդ մարդկանց դեմը։ Դժվար է դա։ Ուրեմն ես ուզում եմ տեղեկացնել, որ ես ճանապարհին եմ, գնում եմ Ստրասբուրգ եւ անձամբ զբաղվելու եմ այս հարցերով, որ ընտրություններից առաջ
այն այլանդակությունները, որ Հայաստանում տեղի ունենում։ Ես գիտեք, մեծ փորձ ունեմ աշխատելու Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովում, երբ որ падգամավոր եմ եղել, եւ այս բոլոր հարցերը, որ հիմա ես ասում եմ, բարձրացնում եմ հայերեն լեզվով մեր ժողովրդի, մեր հայրենակիցների համար, այս հարցերի վերաբերյալ կունենամ հանդիպումներ եւ կտեղեկացնեմ հաջորդ եթերում, հաջորդ տեսանյութով, թե ինչ ունենք եւ ինչպես են հարցերը բարձրացվել եւ ինչ արձագանքներ կան Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովի որոշում կայացնողների կողմից։ Այս է իրավիճակը, արձանագրում ենք իրավիճակը, սա է հիվանդություն է, սա քաղաքական հիվանդության հետևանք է, եւ թող ոչ ոք չասի, բանը Եվրոպան պաշտպանում է Փաշինյանին, Ամերիկան իր թիգունքին է, Ռուսներն իր, այսինքն բան անել, իջացնել մարդու գործոն է, էլի, որ մարդը քաղաքացին ոչ մի բան չի կարանի, աշխարհակաղակական այս զարգացումները իր հետ են, մենք ինչը մենք ով ենք։ Եթե ուր եք ասել, բան Ստրասբուրգ եք գնում։ Ինչի համար եք գնում։ Ինչ կա Ստրասբուրգ։ Լավ, սիրելի հայրենակիցներ, հաջորդ եթերը Ստրասբուրգից կիրազեկեմ ձեզ ինչ եմ արել, ինչ եմ կարողացել անել եւ ինչ հարցեր եմ բարձրացրել։ Լավ մնացեք, խնդրում եմ տարածել այս տեսանյութը եւ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։